Բարև հարգելի բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով կզրուցենք արդեն 50-ամյա պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դեմոյան։ Բարև ձեզ, Սիրելի Վարդան։ Ոնց առաջի զգացողությունները 50-ամյակը անցնելուց հետո։ Ես արդեն 3 տարի անցել եմ այդ սահմանակիցը։ Ձեր մոտ ոնց է զգացողությունները։ Ես կասեի հետաքրքրական, որովհետև եւ ավյունն է զգալի, ոչ պակաս երիտասարդական, թվերը ինձ թվում է այստեղ շատ պայմանական են, առաջին թիվը 4 կլինի 5 թե 6, կարևորը կամ միշտ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ցանկություն, մղում եւ կարողություն, սա շատ կարևոր է, երբ որ չես ընկճվում, պատրաստ ես պայքարի եւ երբ որ ուսանողներ եւ այլն ընկերներ, ինչպես ես այս վիճակում, միշտ կարճ պատասխանում եմ աննահանջ։ Եվ պատասխանը դուր է գալիս։ Այնպես որ եւ ստեղծագործական ճակատում եւ հանուն պատվի եւ արժանապատվության պայքարի, այնպես որ այս բոլոր ճակատներում մշտարտուն իրավիճակ է։ Շատ բարի։ Ես ուզում անդրադառնալ ձեր հոդվածին, ձեր կոչին, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, որտեղ դուք ուղիղ նրանց մեղադրում եք կանխորոշված երկով պատերազմ սպասարկելու, Արցախը հայաթափելու, պետությանն ահռելի նյութական վնաս հասցնելու, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգինալացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի ու փողերի լվացման հաբ սարքելու վերածելու եւ բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացնելու մեջ ու բնորոշում եք նրանց որպես հանցախումբ, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-18 թվականի Հայաստանի Հանրապետության պաշտոնավորած բոլոր նախարարները, ովքեր, ինչպես տեսնում եք, միահամուռ լռում են։ Ես կասեի այդքան էլ միահամուռ չեն լռում, Սերժ Սարգսյանն արդեն անցել է օգնության։ Եկել դա մասին էլ խոսենք։ Հիմա դուք առաջարկում եք, եթե իրենք առարկություն ունեն ձեր մեղադրանքների հետ, գալ ասպարեզ եւ բանավիճել։ Դուք ունեք պատասխան, որ ասեն, պարոն Հայկ Դեմոյան, դուք փաստորեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղադրում եք հանցավոր բանդա լինելու մեջ, ու բոլոր հանցագործությունները իրականացած լինելու մեջ։ Ձեզ պատասխանել են։ Այս պահի դրությամբ ոչ, բայց հետահայաց 7 տարվա ընթացքում ես արդեն չեմ հիշում, քանի անձանց, թե իշխանության ներկայացուցիչների, թե նրանց սատարողների բազում եւ բազմապիսի անգամ հրավիրել եմ շատ պարզ, ազնիվ ու շիտակ բանաձևի։ Կարծում եմ սա ամենակաղաքակիրթ տարբերակն է հարցեր պարզելու, լուսաբանելու եւ ամենակարևորը հանրությանը իրազեկելու։ Ի վերջո այդ հանրությունը այն, որ ասում եմ մեզ վստահության քվե են տվել, չէ՞։ Մեծամասնություն, թվեր են ասում եւ այս։ Դա հանրությունն է, որին պետք է դուք շահագրգիռ լինեք ինձ սխալ հանելու, ապացուցելու, որ ես ստահոդ լուրեր եմ տարածում եւ մեկ միշտ փակել եմ բերանը, կոպիտ ասած, բայց այս բազմաթիվ ձևաչափերով, հիշում եք, սկսած միջադեպի Ծիծեռնակաբերդի, դասագրքերի պատմությունից սկսած տարատեսակ հանցագործություններ, այդ թվում նաեւ այս վայ արտարադատության համակարգում տիրող իրավիճակի, զանգով արտարադատության, մնացած հանցագործ երևույթների մասին բազմաթիվ են եղել այդ հրավերները։ Իհարկե լռությունը եղել է միակ եւ վստահելի պատասխանը այս իմ առաջարկներին, իսկ առաջարկները միամիտության աստիճանի շատ պարզ են, էլի, եկեք ձեր փաստերով եւ հակափաստարկներով ապացուցեք հակառակը։ Ես խոսում եմ հստակ փաստերի մասին, որոնց շուրջ կան նաեւ հարուցված քրեական գործ, որոնց շուրջ կան նաեւ իմ ցուցմունքները, որոնց մասին ես հանրային բաց ձևաչափով հղում տալով անհերքելի փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների, գրառումներ եմ կատարում, բայց այս դեպքում ամենավստահելի գործընկերը դառնում է լռությունը, ինչը նաև վերից վար հատուկ է այսօրվա իշխանություններին եւ նրանց սատարող վայ գիտնականներին, վայ քաղտեխնոլոգներին, վայ լրագրողներին եւ այլն եւ այլն, հա, այս ամբողջ խումբը միանշանակ սա հանցախումբ է, ունի իր առջև դրված խնդիրները
Ես կարծում եմ, որ ինչ որ մասը նույնիսկ չի գիտակցում նա ինչի մեջ է հայտնվել։ Բայց ժամանակը իր դերը կկատարի եւ ամեն ինչ, ասում են, բոլոր դարակներում կդասդասի։ Այսօր մենք տեսնում ենք իրավիճակ, երբ որ շատերի մոտ նկատելի է հոգեբանական մի բարդույթ, որը կոչվում է երբեք չնահանջել, նույնիսկ եթե 100%-ով գիտակցել ես, որ 100%-ով սխալ ես եղել։ Դա մի քիչ էքսպերենցիալ խնդիր է այսպիսի մարդկանց համար, որոնք կգերադասեն մինչև վերջ մնալ եւ չնահանջել, ներողություն չխնդրել, ընդունել սեփական մեղքը, կոպտագույն սխալ կատարելու եւ իրենց միջոցով նաեւ իրենց կողմից մնացածներին ապակողմնորոշվելու եւ սխալ ճանապարհ ցույց տալու առումով, ահա այսպիսի խումբ դեռևս կա։ Այդ խումբը մենք տեսնում ենք մոտավորապես, ասենք 2-ից 3,000 հավանություններ տվողների են շարքը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրառումներին արձագանքում են, ըստ որում եթե թվաբանորեն անդրադառնանք, 1,100,000 հետևորդներից ընդամենը հնարավոր է լինում հավանություն ապահովել 2-ից 3,000 անձ, որը շատ խոսուն իվճարус տվյալ է, որովհետև իշխանությունները, որքանով որ ես եմ տեղյակ ԿԳՄՍ-ի օրինակով, սա էլ է փաստ, շատ զգայուն է եւ հետամուտ է, թե իրենց տեղեկություններին, իրենց ձեռնարկներին եւ միջոցառումներին տարբեր հաստատություններում ենթակայության տակ գտնվող ինչ հավանության նշան եւ ինչ արձագանքներ է ստանում։ Դա կարևոր ցուցիչ է։ Եվ այստեղ պետք է մենք ինչ որ մի բան այլ մոդելավորման մոտեցում իրականացնենք, թե որտեղ են գտնվում 7 տարի անց։ Մենք գտնվում ենք արդեն մի հասարակությունում, ես չեմ հակված չեմ ասելու, որ շուտով պորտկում կլինի փողոցային եւ այլ, բայց կոլապսի տեսանելիությունը այնքան པարզ է, այսպես վճիտ ջրի մեջ տեսնում է, որ կարող ենք տեսնել, թե ինչպիսի լեգիտիմության բացակայություն, ոչ թե անկումը ցույց է տալիս process, հա, ինչ որ process, որը դեռ շարունակում է։ Արդեն լեգիտիմության կատարյալ բացակայությունը երևում է բոլոր ճակատներում։ Դրա դրսևորումներից մեկը մենք տեսնում ենք նաև այս խայտառակ բառապաշարով այրուտիկին, ինչպես են ողողում հայկական, հայաստանյան տեղեկատվական դաշտը, դա էլ է ցուցիչ։ Դա խոճապի, պանիկայի ցուցիչն է, որը թերևս խոսում է ինչ որ ժամանակի գործոնի մասին, թերևս գիտակցելով, որ ժամանակը արդեն մոտենում է իր ավարտին, առաքելությունը ավարտելու, բայց միաժամանակ տեսնում ենք նաև զարգացումներ հակառակ ճակատից, որը իմ պատկերացմամբ այդ ժամանակացույցը երկարաձգելու համար է միտված նախաձեռնություններ։ Ես մնում եմ այն կարծիքին, ես պեսիմիստ չեմ, ես ռեալիստ եմ, պատմաբան եմ, սիրում եմ վերլուծել փաստերի հիման վրա, սիրում եմ վերլուծել նաև ներկայի եւ ապագայի մասին, ոչ միայն անցյալի։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները նրանցում ներքաշված անձանց կերպարները հաշվի առնելով, տիպարները հաշվի առնելով, տեսնում ենք, որ խիստ անկում ապրած եւ արդեն իսկ համարյա ռեսուրս չունեցող լեգիտիմության ռեսուրս չունեցող ներկա իշխանավարողների, ոչ թե իշխանությունների, այլ իշխանավարողների, որով իրենց են բերել իշխանության հատուկ նպատակով քաղաքական ճակերտավոր կյանքը երկարացնելու միտված հերթական արարն ենք մենք տեսնում, որի պահուստային տարբերակը երևի 3-ից 4 ամիս կլինի։ Ինչու եմ ես այսպես ասում, որովհետև չմոռանանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահարճակ փաստաթղթի տակ ում ստորագրությունն է դրված։ 2025 թվականի նոյեմբերի 9-ին տրամաբանությունն եմ հուշում, պետք է դրվի եւս մեկ ստորագրություն, որովհետև լրանում է ժամկետը, չէ, 5 տարով էր այն ստորագրված։ Ես այս պահին չեմ տեսնում անձի, որը կարող է փոխարինել նման փաստաթուղթ ստորագրելու, կամ պետք է արդեն մշակված լինի անձը, թիմը, նորից ձևակերպված դրսում, մշակված եւ նախապատրաստված, որը պետք է գա Աստված միասել ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Իհարկե դրանից վատ հնարավոր չէր պատկերացնել, որ արդյունքը մենք տեսանք, փաստացի այսօր Արցախում հայ չկա եւ ոչնչացում է հայկական հետքը, հազարամյա հետքը։ Եվ նոյեմբերի 9-ի 2025 թվականի նոր փաստաթուղթ ստորագրելու ցրցամները, նախապատրաստական գործողություններ ենք մենք տեսնում։ Դա կամ դրսևորում է դա Փաշինյանի քաղաքական երկարակեցությունը մինչև այդ ժամկետը ապահովելը, կամ պատրաստվում է մի հատ պահուստային թիմ, որը
որևէ դրական նախանշանից համար չի հուշում, որ այդպիսի բան կլինի օգուտ հայկական պետականության կամ մեր շահերի, ուրեմն վերադասավորումները այստեղ առաջի փուլով միտված են 2025 թվականի նոյեմբերին փաստաթղթի երկարաձգման կամ նոր բովանդակության ստորագրման եւ իհարկե հաջորդ տարվա ընտրություններ, որ շատ կարեւոր է միջնաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքական կյանքի երկարացում։ Շնորհակալություն պարոն Դեմոյան համապարփակ պատասխանի համար։ Ես ձեր նախնական մեղադրանքի մեջ կարդացի, որ այս ամեն ինչը նախապատրաստվել է դեռ 2010-18 թվականներին եւ բոլոր պաշտոնյաները տեղյակ են եղել, ինչ են իրենք նախապատրաստում։ Ես էլ եմ կիսում ձեր կարծիքը, խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանավարման ամեն դեպքում տարիներին։ Տեսեք, երեք Սերժ Սարգսյանը գալիս է իմպիչմենտի հրապարակ այնպիսի մի տեխնացիով, որով կարծես թե ինքը ուզում ասի, որ այ եթե չլինի Նիկոլը, սա է լինելու։ Արդյոք ըստ ձեզ սա 2018 թվականից մշակված ծրագրի հաջորդականությունն է եւ այս ձևով էլի ուզում են բանը ցույց տալ, որ Նիկոլին համարժեք լավ իմաստով համարժեք այլ ընտրանք չկա։ Իրեք այստեղ անձերի խնդիրը կարևոր է, բայց անձերի խնդիրից վեր կա նաև շատ կարևոր մի հաստատագրում։ Մենք ի վերջո ուզում ենք ապրել պետականության մեջ։ Գործող օրենքներով, սահմանադրության գերակայությամբ, անվտանգ, բարեկեցիկ, երկարաժամկետ բոլոր առումներով տնտեսապես զարգացած քաղաքական կայուն իրավիճակով երկրում ուզում ենք ապրել, թե ոչ։ Ինչու ենք մենք քննադատում, օրինակ ես ինչու եմ, ասենք գիտական իմ աշխատանքը դրա հաշվին ժամանակի զբաղված եմ նաև այս աշխատանքով, որը առաջին եւ միամիտ ձևակերպում կասեմ հանրային իրազեկում, որովհետեւ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ, եթե ես դա չեմ ասում, ես դավաճանում եմ իմ համոզմունքներին։ Ամեն մարդ պետք է ունենա համոզմունք։ Ես չեմ ասում գիտնականը կարևոր է եւ առավել պետք է մոտիվացված լինի, համոզմունք ունենա, աշտարացի լինի եւ ազատ լինի իր մտքերում եւ այդ մտքերի վերարտադրման մեջ։ Մեր համոզմունքը այն է, որ սա անհատական քննադատության մղում չի, անհատական ցանկություն չի։ Մենք ուզում ենք բոլորի համար լավ երկիր լինի։ Որը մենք ենք ապրում, դա էգոիզմ չի, որ միայն մեր համար ենք դա անում։ Մեր բոլորիս քննադատությունը, իմիջիայլոց ասենք, օբյեկտը եւ թիրախը Նիկոլ Փաշինյանը չի։ Այ ընդդիմության կոպտագույն սխալը միգուցե միտումը այն է, որ մատնացույց է անում, սլակը անդադ ուղում է մեկ անձի վրա։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը հետևանքն է մեր 35 տարվա մեղքերի։ Նա հետևանքն է, պատճառը մենք չենք ուզում, պատճառների մասին չենք ուզում խոսել։ Ծնվել է երևույթ, անձը չէ կարևորը։ Մենք չենք ուզում շերտ առ շերտ անդրադառնալ, թե ինչու պետականությունը տապալվեց, սա failed state-ը, այսինքն տապալված պետականությունն է, վերջացած պետականությունն է, որտեղ ոչ իշխանության բոլոր փոխանցումները խախտումներով եւ օրինախախտումներով է եղել։ Հիմա սա չի նշանակում ես ինչ որ մեկի դեմ եմ, ես արձանագրում եմ որպես գիտնական պատմաբան այն ինչ որ փաստ է։ Բերել ենք խեղված աստիճանի, բռնաբարված աստիճանի հասարակական կյանք, քաղաքական կյանք հասկացություն, որը չկա իսպար բացակայում է։ Դրա հետևանքով է ծնվել Նիկոլ Փաշինյանը։ Երևույթը նկատում, անձը չէ։ Հիմա երբեմն որ խոսում եմ հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ, ու իմ մեջ ընկերներ ունեմ բոլոր տեղերից ծանոթներ, երբեմն խոսելու ընթացքում իրենք չեն էլ թաքցնում, ասում են ամենալավ տեխնացուն է Նիկոլ Փաշինյանը, որովհետև բոլորի ասածը կատարում է։ Հարմար է, ինքը մեժում չկա, ինքը բոլորի ցանկությունը կատարում է։ Այսինքն այդ բալաստի դերը կատարում է, իսկ ինչու չպահել, այստեղից էլ հարց։ Հիմա որպեսզի չխորանանք այդ թեզի ուղղությամբ, նորից գամ Նիկոլ Փաշինյան երևույթի մասին խոսենք։ Նիկոլ Փաշինյանին պետք չի անընդհատ ասել, որ նա աշխարհակործան է, երկիրը տարավ փլատակների, վերածեց եւ այլ եւ այլ։ Պատճառները պետք է հասկանանք, թե ինչու եկավ եւ 7 տարի մնաց եւ ով պահեց կամ ինչ երևույթներ պահեցին։ Սրա մասին չենք ուզում խոսալ, իսկ ամենակարևորը թիվ 1 հարցը ինձ համար մնում է եւ կա 2018-ի նախապատրաստումը եւ 2018-ի հնարավորությունը։ Այսօր
կեղծ պատմագրություն, ինչքան ուզեք, մենագրություններ կան։ Տպում են մենագրություններ թավշյա ոչ բռնի հեղափոխության մասին։ Կարդում ես ծիծաղդ գալիս է։ Թարմ հետքերով գրված կան։ Իշխանությունների մասին չեմ ասում, իրենք պարտավոր են պարբերաբար վերհիշեցնել։ Չնայած մեկ ակնարկում ենք նորեն հիշում, որ պետք է ասեն, որ այո, դա ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն է եղել։ Բայց պարզ եւ միամիտ հարց եմ տալիս. 2018-ը ով եւ ինչպես կազմակերպեց։ Ով ոչ մեկ չի ուզում դրան անդրադառնալ։ Հատկապես պատմաբանները, քաղաքագետների մասին չեմ ուզում խոսել։ Պատմաբանները, երբ որ խոսում են, ասում են, վայ, մի 50 տարի անցնի, արխիվները բացվի, նոր կիմանանք։ Ոչ։ Դու այսօր քո կոչումը գիտնականի, պատմաբանի, ի պաշտոն է, պաշտոնից դուրս, երբևէ մի հատ քննարկում տեսել եք այստեղ կամ Սփյուռքում ինտելեկտուալ քննարկում 2018-ին ինչ տեղի ունեցավ։ Հասարակական ՀԿ-ների մակարդակով նույնիսկ չի իրականացվել։ Ակնարկներ ինչքան պետք է ասել եմ, նայեք նույնիսկ պետհամարանիշներին այն բեռնատարների, որոնք փակեցին Հանրապետության հրապարակը, կառավարության շենքի կողքին, երկրի համար 1 պետական հիմնարկի կողքին եկան բեռնատարներ բաց համարանիշներով, պետական փակցված չէին, ոչ էլ գաղտնի էին։ Եվ ովքեր են այդ վարորդները, այդ միամուրությունը որտեղից եղավ, որ այդպես ամբարձիչներ, կամազներ մուտք գործեցին, հրապարակը փակեցին ու շատ բանով այսպես փափուկ, ինչպես կարագի միջով, անցնում է դանակը, հեղափոխություն կազմակերպեց գեղեցիկ անունով ձևակերպումներով եւ այլ։ Մի քիչ էլ հիշում եք Արագածի ձյուն բերեցին, նոր ձյունը գլխի տարբերակով, այդպիսի մի հատ սառեցում փորձեցին անել։ Ուրեմն պարզ փաստերի վերլուծությունը այսօր մեժված է հանրության մեջ։ Դա ամենամեծ ողբերգությունն է։ Երբ որ կողքից նայում ես, որ հանրության շրջանում պարզ հարցադրումներ չի դրվում, խաբել են ինձ, թե ոչ, չէ՞։ Հələ պատկերացրեք, խանութ եք մտնում, թերքը շռում են ձեզ։ Կամ ավտոբուսում մեկը խախտում է կատարում հանրային, չէ՞։ Երբ որ ձեր հանդեպ անազնիվ են վարվում, ձեզ խաբում են կամ փորձում են խաբել, դուք վրդովում եք, չէ՞։ Մարդկային զգացում է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին գնացող ձեռքսեղմող, լուսանկարվող, ժպտացող, խոնարհվող նույնիսկ անձինք ամենապարզագույն մարդկային հարցը տալիս են, թե ոչ, ես խաբնվել եմ, թե ոչ։ Այստեղ երկու պատասխան կա։ Մեծամասնությունը գիտի, որ խաբնված է, բայց ինքը շարունակում է ցույց տալ, որ չէ, այդպես չի եւ հույս է հայտնում իր մեջ, հույս ունի, որ ինչ որ պարագայում կարող է եւ այնպես ստացվի, որ ինքը խաբնված դուրս չգա։ Այս հոգեբանական մեխանիզմն է, որ հանրությանը այսօր պատել է։ Շատերը գիտակցում են, շատ լավ քաջ գիտակցում են ինչ է տեղի ունենում, բայց չեն ուզում հասկանալ ինչպես է տեղի ունեցել։ Սկիզբը, ակունքը, որտեղ վախ կա, ֆոբիա կա, գնալ եւ այնտեղ գտնել են Կաշեհի մակա, չէ՞, ռուսական հեքիաթի, ամենավերջի կետը, ինչպես դա սկսվեց եւ ինչպես նրանք հետադարձ չունեն։ Այս է ամենակարևորը։ Հոգեբանական ընկճվածության եւ բարդույթավորման այս մեխանիզմը, որ հետադարձով հնարավոր չի գնալ այն կետը, որտեղից պետք է ճիշտ ճանապարհ ընտրել։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր միտք է, ես արդեն առաջ եմ ընկել իմ սովորության համաձայն ու արդեն մտածում եմ նման քննարկում անել հենց ուղիղ եթերում, հենց ինքնաճանաչում ֆորմատի մեջ էլ մենք կարող ենք անել, որովհետև առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ հնարավորություն կունենա դա տեսնել, հետևել, լսել, գուցե նաև հարցեր տալ։ Դուք ունեք նախնական պատկերացումներ, թե ասենք ովքեր են, որ մասնագիտական ինֆորմացիայի տիրապետում են եւ ունեն ամենակարևորը մասնագիտական ազնվություն դրա մասին բաց եւ ճշգրիտ խոսել։ Դուք մոտավորապես այդ շրջանակների մասին պատկերացում ունեք, որ մենք օր նշանակենք, հրավեր ուղարկենք եւ ուղիղ եթերում, որտեղ ոչ մեկ մեզ չմեղադրի, հա, մոնտաժների բանի մեջ, քննարկել եւ վերհանել այն հենց այն ամենակարևոր պատմական, քաղաքական դետալները, որ բերում են ֆորմա են ապահովում, թե ինչու ենք այսենց, հա, որ ինքը ոչ թե նայենք պատմությանը հատվածաբար, այլ կարողանանք նայել պատմությանը ամբողջական եւ տեսնենք պատճառահետևանքային իրական կապերը։ Ես նույնիսկ կարող եմ անձի անուն տալ, Վարդան, որը շատ տրամաբանական կլինի այս հաղորդման ձևաչափի մեջ,
եւ երրակի շահեկան կլինի, որտեղ ուղղակի են նույն հարցադրումները, որ հիմա բարձրացեցի, շատ կարևոր, փակում է դա Հրանուշ Խառատյանն է։ Հիշում ես, մենք մեր նախորդ հարցազրույցներից մեկում հրավեր ուղարկեցինք, որպեսզի այդպիսի բանավեճ տեղի ունենա, հարթակն էլ նույնիսկ առաջարկվեց քո կողմից, չէ՞, նախորդ հարցազրույցներից մեկում։ Հիմա ինչու է դա կարևոր Հրանուշ Խառատյանի անձը։ Ամենաակտիվ գրառումների առումով եւ ներգործման, այսինքն ինֆլուենսերի, ազդեցիկ անձի գործառնությունը ինքը կատարում էր 2018-ի մարտ, ապրիլ, մայիս ամիսներ։ Ես Ամերիկայից հետևում էի։ Ուրեմն ամենաակտիվ օրական բազմաթիվ էջերով նշում էր նախորդ իշխանությունների հանցավոր լինելը, թերությունները եւ այլն։ Այսինքն մարդ, որը իր ազեկը եւ հիմնավորել է հեղափոխությունը, որը անվանել է արժեքների հեղափոխություն։ Երկրորդը հասարակագետ է, ազգագրագետ հասարակետ, որը ունակ է վերլուծել այս հարցադրումների շրջանակում։ Եվ երրորդ հանգամանքը իր լռությունն է։ Վերջին առնվազն գոնե 5 տարիների ընթացքում ինքը չի անդրադառնում 7 տարի առաջ տեղ ունեցած իրադարձություններին, որ ասեմ ամենաակտիվ գրառում կատարողն էր։ Ուրեմն լռությունը այստեղ շատ կարևոր գոյություն է։ Ինչու է լռում Հրանուշ Խառատյանը, երբ որ 2018-ին ամենաակտիվ ազդեցիկ անձն էր, ներազդող հատկապես երիտասարդության, դերևս չկողմնորոշված, թե ինչ է տեղի ունենում երիտասարդության մտայնությունների վրա ներազդող, դա այդպես է կոչվում եւ ակնհայտ էր ինձ համար, որ այստեղ աշխատում է հսկա մի ցանց, որի առաջամարտիկներից մեկը ինքն է։ Եկեք մենք միամուռ հրավիրենք գիտական ակադեմիական բանավեճի, որտեղ Հրանուշ Խառատյանի հետևում կանգնած են այլ մարդիկ նույնպես, որոնք իդեպ հիմա փաստացի գանքենքի վրա 2010 թվականի հայտնի փաստաթուղթը կազմող եւ ստորագրողն են։ Զոր օրինակ Լևոն Աբրամյան, նույնպես ազգագրագետ, որը Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ ազգագրագետ լինելով, շատ լավ գիտնական ազգագրագետ, նույնպես ստորագրել է Նիկոլ Փաշինյանին ազատազրկումից հանելու, այսինքն բանտից հանելու հայտնի Գիտությունների ակադեմիայի նամակը։ Իմ ենթադրմամբ, բառը առանցքային է, ենթադրմամբ այդ նամակը կազմել է հենց ինքը Հրանուշ Խառատյանը, որը նույնպես հրապարակեց մայիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը։ Բերեց, հիշեցրեց, որ այսպիսի փաստաթուղթ կա, որ ինքը ստորագրել է։ Շատ լավ առիթ է եւ պատճառ է, որ հասկանանք 2010-ին այդ ինչպես է եղել, որտեղից է եկել հրահանգը։ Պատահական չեմ օգտագործում հրահանգը, որովհետեւ երկու օրինակ պետք է բերեմ։ Ակադեմիան, Գիտությունների ակադեմիան խորհրդային սովետական քաղաքականության իներցիայով միշտ հիմք ստեղծելու հիմնարկ է եղել։ Բացի նրանից, որ գիտնականներ կան, շատ լավ գիտնականներ, տեխնիկական, բնական գիտությունների, հումանիտար եւ այլն, բայց ակադեմիան եղել է միշտ KGB-ի կցորդ։ Սովետական մշակույթը այդպես է եղել քաղաքական։ Եթե ինչ որ մի հարց պետք է արծարծվի եւ քննարկվի, առաջին հիմքը հիմնավորումը միշտ մղվել է դեպի Բաղրամյան 24 Գիտությունների ակադեմիա։ Այդպես եղել է 2010-ին Նիկոլ Փաշինյանին ազատելու համար նամակը հիմնավորումը եղել է գիտնականներից։ Այդպիսի մի օրինակ էլ բերեմ նորագույն պատմությունից։ Հիշենք 2017 թվականի հունվարը։ Պետք է ընտրեինք ում նոր նախագահին։ Նույն ձեռագրով գիտնականները, ակադեմիականները պետք է հիմնավորեին տեխնացություն, ում տեխնացությունը շատ լավ գիտենք ով դարձավ, չէ՞ նախագահ։ Հայտնվեցին 4 անձ գիտնականների անվան տակ, որոնց թվում է նաև Ռադիկ Մարտիրոսյան։ Հիշում եք։ Որը հղում տվեց, որ ես պատմաբան եմ, դրա համար հիշացնում եմ, այս դրվագներով ես, չէ՞, դու համադրելով ես նաև վերլուծություն կատարում։ Ուրեմն 2017 թվականի հունվարին հայտնի հանդիպումներ Սերժ Սարգսյան եւ գիտնականներ, որոնք պետք է հիմնավորեին, որ Արմեն Սարգսյանը պետք է նախագահի լավ տեխնացու լինի եւ դառնար, այսինքն ձեռագիրը գալիս է իներցիոն դեռ սովետական տարիներից, նույնն է։ Հասկանալի է։ Նույնն է, նույն ակադեմիայի գործառույթն էր 2010 թվականին։ Հա, հիմա նույն անձը, որ ասեցի բանավեճի համար, Հրանուշ Խառատյանը ամենալավ եւ գիտակ է, եւ մասնակից է, գործող անձ է, եւ կարող է վերլուծել եւ պատասխանել մեր հարցերին, մենք էլ պատասխանենք իրեն հարցերին։ Ես կարծում եմ շատ լավ հնարավորություն է, որտեղ
Ես Հրանուշ Խառատյանին ճանաչել եմ 2012 թվականից, երբ որ իսկս ավելի ակտիվ ներգրավեցի այն ժամանակ հիմնադիր խորհրդարանի կազմով քաղաքական գործունեության մեջ, Հրանուշ Խառատյանն էլ այնտեղ էր եւ ինքն էր հանդիսանում ապագա պետության այդ սահմանադրությունն ու կառուցվածքը մշակողներից եւ խորհրդատուներից մեկը եւ շատ ակտիվ գործունեություն կար ընդդիմադիր քաղաքական դաշտում եւ ասեմ շատ առողջ եւ օգտակար։ Ես ենթադրում եմ, որ ես զարմացած չէի, որ 2018 թվականի այդ օրերին ինքն էր ամենաակտիվը, որովհետև այո ինքը կանգնած էր ամեն ինչի ակունքներում եւ շատ լավ գիտեր ինչ է կատարվում Հայաստանում։ Ինձ համար շատ հետաքրքիր կլինի այո ձեզ հետ տեսնել ինքն ինչ է մտածում հենց այդ ամեն ինչի մասին, որտեղից ինքը հասկացա, որ այս ամեն ինչ այն չի, ինչ որ ինքը պատկերացնում էր, կամ արդյոք հասկացել է, որ այն չի, ինչ որ ինքը պատկերացնում էր։ Դա ամենակարևոր դրվագն է լինելու իդեպ։ Ես կարծում եմ այտենց բան կա, որովհետև ես վերջերս իր ելույթներից մեկում ինքը շատ հաճախ չի, բայց երբեմն իրեն կարելի է տեսնել մեդիայում, որ ինքն էլ առանձնապես գոհ չի, մեղմ ասած այս կառավարիչներից, ամեն դեպքում քանի որ կա այս հարցադրումը օդի մեջ, ես կարծում եմ մենք կարող ենք ապահովել դրա պատասխանի հնչելը, որը շատ կարևոր է մեր բոլորի համար։ Նախ մարդու հեղինակության ամենակարևորը, անցած ճանապարհի, որովհետև տեսեք, եթե մեզ մեղադրում են ինչ-որ մի բանի մեջ եւ մենք հնարավորություն չունենք պատասխանելու, մեզ դա մեր ոնց որ բարի համբավի նկատմամբ, հա, ոտնձգությունը, բայց երբ որ մենք կա ինչ-որ հարց եւ հնարավորությունը կա դրա անդրադառնալու եւ հարցերին պատասխանելու, կարծում եմ սա շատ կարեւոր է մեր ապագա համագործակցության եւ երկրում նորմալ մթնոլորտ ապահովելու համար, որովհետեւ ցանկացած հարց պետք է ունենա պատասխան։ Հոգեբաններն ասում են, որ բաները սկսում է նևրոզները, նյարդային համակարգի խանգարումը եւ բոլոր տեսակի հիվանդությունները սկսում են այն ժամանակ, երբ որ կա հարց ու չկա պատասխան։ Ենթագիտակցությունը միշտ ուզում է հանգիստ լինի, ենթագիտակցությունը միշտ փնտրում է պատասխաններ եւ քանի չի գցե ինքը չի գտել պատասխանները, ինքը ներսից քանդում է առողջական համակարգը, հա։ Եվ այդպես բոլոր ոլորտներում, քաղաքական ոլորտում էլ նույնն է, որտեղ նույն մարդն է այդ ամեն ինչը իրականացնողը։ Ես կարծում եմ շատ լավ հնարավորություն է։ Լևոն Աբրահամյանին նույնպես կարելի է ուղարկել հրավեր բարձրաբանումների համար։ Ինչ է կարծում։ Գիտեք, ես ներողություն եմ խնդրում, շատ կարևոր է այստեղ, գիտեք, երեք ազգագրագետների այս ֆենոմենը, ովքեր եղել են իմ համալսարանական դասախոսները։ Հրանուշ Խառատյան, Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության։ Ինչու եմ ես միավորում, չեմ ուզում անդրադառնալ Ծիծեռնագավերտում իրենց արածը, դրա գնահատված է, դրա շուրջ կա արդեն արձանագրված պատմություններ, բայց երեքն էլ առանձին հրապարակումներում տվել են բնութագիրը 18 թվականի ապրիլ-մայիսյան։ Հանրագումարով եթե բերում ենք, տեղի ունեցել արժեքների հեղափոխություն, աննախադեպ ժողովրդավարական արժեքների հեղափոխություն։ Ես կուզենայի, որ իմ համալսարանական դասախոսները, գիտությունների դոկտորներ, երկուսը, Հրանուշ Խառատյանը գիտությունների տեխնատու, վերանայում ունեն իրենց նախնական դիտարկումներում գիտական բանավեճի մասին է։ Իրանք վերանայում են, ընդունում են սխալը թե ոչ։ Ես կարող եմ ձեզանից խնդրել այդ հոդվածները, ես ուզում եմ անձամբ ծանոթանալ եւ անձամբ այդ հարցադրումն անել ուղիղ եթերում հրապարակայինորեն եւ ակնկալել պատասխան։ Բայց միջև այդ ուզում եմ ես այդ ամեն ինչը կարդամ։ Կարող եմ ունենալ ինչ-որ տեղից, կարող եմ գտնել դա։ Ես կարող եմ ուղարկել հղումները, եթե որոշ հղումներ չեն այն հայտարարել, ինչպես անհայտացել էր Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը, գիտեք, ամբողջ ինստիտուտը ստորագրեց ապրիլի 21-22-ին 2018-ի Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ողջ անձնակազմը տնօրեն Պավել Ավետիսյանից մինչև Էվի Դռնապահը ստորագրել էր, հետո միացան այլ անձինք այդ հայտարարությանը։ Հիմա այդ հայտարարությունը այնքան էր տարածվել համացանցով, որ բոլորս գիտենք, որ դա հեշտ կարելի է գտնել, բայց հիմա փորձեք գտնել, այդ հայտարարությունը չկա։ 40 անձից, որոնց թվում թղթակից անդամ դոկտոր տեխնացու, որևէ մեկը դեռևս չի հրապարակել իր կողմից ստորագրված հայտարարությունը։ Գիտնականը ստորագրել է փաստաթուղթ, դա արդեն փաստաթուղթ է։ Եվ իր պահոցում պետք է լինի, չէ, էլեկտրոնային եւ տպագիր։ Այդ միգուցե եւ առիթը կլինի Հրանուշ Խառատյանին։ Չէ, ես ուղղակի չեմ հասկանում։ Դա 18 թվականի պետք է ստորագրի ինչ որ գիտնականի, իմ համար դա պարզ չի ուղղակի։ Ոչ թե գիտնական, ակադեմիական ամբողջ ինստիտուտ, մեկ ինստիտուտ ողջ անձնակազմով
ստորագրել էր կոչ Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով։ Հիշում են, բոլորը հիշում են, բայց համացանցում դա իսպառ մաքրված է։ Համացանցում իսպառ մաքրված է։ Այ երեքին, թեկուզ Հրանուշ Խարացյան առանձին կամ երեք գիտնականների փորձենք հասկանանք, երեքի ստորագրությունն է կար այնտեղ։ Արդյոք կա այդպիսի փաստաթուղթ, թե ոչ։ Որովհետև տնօրենին դիմել եմ, պատասխան չեմ ստացել։ Իսկ քաղաքական դաշտից մարդ կա, որ տեսնում եք, որ ինքն էլ կարող էր գիտականորեն եւ հիմնավոր էր ինչ եղավ 18 թվականին եւ մենք ունենք հիմա։ Ես տակավին չեմ տեսել խորքային վերլուծություն, որտեղ պետք է ընդհանուր միջև ակունքները գնային եւ վերլուծվեր։ Ես տեսնում եմ կողմնակի անդրադարձներ, ես տեսնում եմ գիտակցաբար այլ ոլորտ տեղափոխելու, ապակողմնորոշվելու, սա մեծամասնությունն է, հատկապես իշխանությանը սպասարկող վերլուծաբան, քաղաքագետներ եւ այլն, մի մասի բեքգրաունդի մասին հստակ տեղեկություններ էլ ունենք, ապակողմնորոշումը դարձել է հիմնական թեզերից եւ կռվաններից մեկը, ապակողմնորոշվել չանդրադառնալով, ապակողմնորոշվելով հավելյալ ոչ կարևոր տեղեկություն շրջանառության մեջ դնելով եւ իհարկե հայախոսն քննադատություն, որի մասին մենք չենք անդրադառնա, ամեն ինչ ճիշտ է, որովհետեւ դու ինչ որ ասում ես, ուրեմն նախկին ես եւ այլն, այդ պարզունակ սխեման արդեն չի աշխատում։ Մեր նպատակը հասարակության առողջացումն է, առողջության համամեկ թերապիան, պրոցեսը, բուժման, թերապևտիկ, կլինիկական process-ը դա 18 թվի իրական պատմությունը ստանալն է։ Այլապես դու ապրում ես խափնված լինելը նշանակում է հոգեբանական տրավմա։ Տրավմատիկ կենցաղով ապրելակերպով դու չես կարող ապրել եւ սերունդ դաստիարակել։ Այդ կատարսիսը մակրագործումը պետք է մտնի դպրոց, պետք է մտնի քաղաքական համակարգ, հասարակական կյանքի առողջացում պետք է լինի։ Ճշմարտություն ասելը ամենալավ թերապիան է։ Դա աղոթքի նման է։ Ես կարծում եմ ամեն դեպքում ոնց որ ես մի տեխնացու մտքի մեջ եկավ, որը նախ պատմաբան է, երկրորդն էլ քաղաքական գործիչ ակտիվ, դա Արա Պապյանն է, ինքն էլ կարող էր մասնակցել այդ քննարկումներին, ինքն էլ Ես կարծում եմ լավագույն տեխնացուներից մեկը կարող է լինել։ Եթե ասենք 3-ն է, որ երկուսի մասին ես կարծիք չունեմ, ինքնությունը չեմ կարող ասել, Արա Պապյանին ես կհաստատեմ, որ այո։ Եվ եթե մի քիչ էլ մտածենք, էլի մարդիկ կլինեն, որ հստակ տիրապետում են ինֆորմացիայի, մասնագիտորեն քաղաքական գիտելիքով փորձով qualify են անում, էլի, բանը, ունակ են։ Ես ասեմ, որ պրիվատ մեր վերջին խոսակցության ժամանակ մասնավոր զրույց մենք ունեցանք, մեր տեսակետները համընկավ։ Հենց աղբյուրների, գնահատականների, գործող անձանց առումով մենք երկու տարբեր անձին, որոնք չէին շփվում ուղղակի, մենք ուղղակի եկանք հասկացանք, որ ճիշտ ակունքների վրա ենք։ Դե պայմանավորվենք այսպես, ես կկարդամ այդ հղումները, որտեղ որ կա այդ գնահատականները, մենք կազմակերպենք ուղիղ եթերում կնշանակենք օր, ժամանակ կտանք մի քանի շաբաթ, ուղիղ եթերում նշանակենք օր, հրավիրենք մարդկանց, անկախ նայած իրենք աշխարհագրորեն որ տարածքում կլինեն, Zoom-ը մեծ հնարավորություն է տալիս շփվելու աշխարհի բոլոր տեղերից։ Եվ հույսով եմ այդ քննարկումը կկայանա, որովհետև մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալ ճշմարտությունը։ Իրավունք ունի ունենալ թեկուզ հակադիր կարծիք նույն իրականության մասին, որ մենք կարողանանք 360 աստիճան այդ 3D ֆորմատով բոլոր կողմերից իրավիճակին նայելու։ Միանշանակ, եւ շատ լավ է, որ մենք հիմա արտացեցինք երկուսով, հա, արտացեցինք մի կարևոր շատ բանաձև, հա, ճշմարտություն իմանալու բանաձևը, ամենակարևոր մեկնակետն է։ Եվ այստեղ պետք է գործող անձինք լինեն նրանք, ովքեր գործող անձինք են եղել 18 թվականին, հա, տվել են գնահատականներ, ըստ որում ասեմ միայն համացանցային գրառումներ չեն դրանք, բանավոր հայտարարություններ չեն YouTube-յան, գիտական աշխատանքներ են տպվել արտասահմանում, արդեն 18 թվականի դեկտեմբերին զորօրինակ Լևոն Աբրամյան, Գայանե Շագոյան տպագրել են հեղափոխության մասին հոդված, անգլիալեզու հոդված ամսագրերից մեկում գիտական, Միացյալ Նահանգներում։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, արդյոք վերանայում, գիտության մեջ կա նաև թե սխալ ընդունելու, վերանայելու, սեփական հրապարակումները վերանայելու, ընդունելու, որ այստեղ սխալ է գործել, իրականում սա է, վերլուծելու եւ վերանայելու սեփական տեսակետները, դա նաև գիտական process է։ Ես կարծում եմ կարող մի լավ բաներ կտա, ես տեխնացու, որը ադրբեջանագետ է,
որը այդ ժամանակ հավատում էր այդ հեղափոխությանը, որը դարձավ քաղաքական պայմանագրի ցուցակով նույնիսկ падգամավոր եւ 20 թվականին հրաժարվեց այդ մանդատից եւ այսօր ամենաառողջ եւ ամենասկզբունքային մարդկանցից է, որը ընդունում է այն ինչ որ եղել է եւ չի վախենում ձեր ասացի նման, ասի ես այն ժամանակ սխալ եմ տեսել եւ ինքը շատ առողջ քննադատություններ է հնչեցնում, խոսքը բանա Տաթևիկ Հայրապետյանի մասին է ադրբեջանագետ։ Ես կարծում եմ ինքը լավ օրինակ է այս առումով։ Եվ այդ տեխնացությունից նաև առաջադրումից երրորդ անձի արդեն կերպար ուրվագզվում է։ Երրորդ անձ պետք է լինի այն անձը, ով զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոնյա է եղել եւ դուրս է եկել համակարգից։ Ընդդուպ ինչեւ փոխնախարարի մակարդակով։ Հա, ամփոփում ենք։ Մենք գիտենք падգամավոր, ով այսօր ընդդիմադիր է։ Մենք գիտենք փոխնախարարներ, երկուս առնվազն գոնե ես գիտեմ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն։ Ընդդիմադիր ես չեմ ասում լեգիտիմացնելով իշխանություններին, որ նրանք իշխանությունն են, նրանք իշխանավարողներ են։ Այս տերմինը նույնպես շրջանառության մեջ մտավ այս հոբելյանական հարցազրույցի մեջ։ Չկա իշխանություն, կա իշխանավարողներ, որոնց փոխանցել են իշխանություն իրականացնելու համար թվարկված նպատակներ իրագործելու համար։ Շնորհակալություն։ Այսօր ավելի ակադեմիական գիտական բան դարձավ մեր հարցազրույցը։ Սա մտքերի փոխանակում էր, ամեն անգամ ես որ լավ հյուրի հետ մտքերի փոխանակում եմ ունենում, անպայման մի բան ծնվում է ու սկսում ենք դա իրականացնել։ Դա առաջի անգամ չի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական բանը հետապնդում նախաձեռնելու process-ն է sense ծնվել եւ երևի հիշում եք, հա, հասարակության մեջ վստահություն վայելող անձանց ցուցակ հրապարակելու բանը process-ն է sense ծնվել է հաղորդում։ Մեր ոչ մի հաղորդում անհետևանք չի անցում։ Ես ասեմ անհետևանք չի մնում, նույնիսկ անհետևանք չի մնում ցանկացած միտք գաղափար առողջ իհարկե, ոչ դեստրուկտիվ։ Երբեմն ասում են ինչու չհասակ այս նպատակին, ինչու արագ դա տեղի չունեցավ, ոչ հարգելի հայրենակիցներ, ցանկացած միտք նախաձեռնություն ինքը մի կաթիլ է։ Այդ կաթիլը կաթած քարի վրա մաշացնելու է։ Դա գնալու է ձեր ենթագիտակցության մեջ եւ հանրագումարում բերելու է այդ ժայթքման պահը։ Երբ որ մենք նստեցնելով փոքր քայլերով, այսպես եւ այլ, այո, ժամանակը շատ սուղ է, ժամանակը մեր օգտին ընդհանրապես չի աշխատում, բայց մեր համար հիմնականը այս պահին հետևանք Նիկոլ Փաշինյանից ազատվելը չէ, երևույթներից խորքային պետք է ազատվել, մաքրել, որը բերել է Նիկոլ Փաշինյան երևույթը։ Այսա խորքային process է, ֆունդամենտալ process պետք է լինի, որպեսզի բացառվի եւ ստանանք այլ մակարդակի երկիր եւ հասարակություն։ Եվ ամենակարևորը հիմք դնենք պրակտիկայի, որտեղ հնչում են իրական փաստեր ու եզրակացություններ, ոչ թե քարոզություն։ Այո, եւ fake news։ Երկիրը հիմա կառավարում է լրիվ fake news-ի համատեսում, դեղին մամուլի խմբագրի ոճով եւ այդ խմբագրին սատարողների մի ամբողջ բանակով։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ մենք իրար զրուցենք նաեւ այն process-ի մասին, որը կայացավ այն բանից հետո, երբ որ Շվեյցարիայում կազմակերպվեց տեղի բողոքական եկեղեցու կողմից եւ հայ համայնքի կողմից մի քննարկում, որտեղ մասնակցում էին հայ առաքելական եկեղեցու, Էջմիածնի եւ Անտիլիասի թևերը նույնպես, որտեղ քննարկում էր Արցախի հարցը, Արցախի ժառանգության հարցը, որտեղ մասնակցում էին 19 падգամավոր հենց Շվեյցարիայի խորհրդարանից եւ դրանից հետո մենք էլի հարված էինք սպասում ինչ-որ մի տեղից, ես սպասում էի Ադրբեջանից, բայց այդ հարվածը եկավ Փաշինյան Նիկոլի գրառումով հենց հաջորդ օրը հիշեց, թե ով ում հետ ինչ սեռական հարաբերությունների մեջ է։ Եվ այս շարունակվում է, փաստորեն դա ոչ թե պորտկում էր, փաստացի, մենք բնութագրեցինք որպես հերթական հիստերիկ պորտկում, ամեն դեպս ես չէի հավատում, որ դա հնարավոր է։ Ես մտածում եմ էջը կոտրել են, պարզվեց դա չէ, էջը չեն կոտրել, դա ինքնագրեր է եւ դա շարունակվում է առ այսօր։ Եվ դա շարունակվում է առ այսօր։ Դուք ինչ կարծիք եք այս process-ի մասին։ Բացատրեմ իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում ինչ է տեղի ունենում։ Ոչ թե անձը Նիկոլ Փաշինյան անձը, այլ երևույթը, որի մասին արդեն խոսեցի, չկրկնեմ, իրականացում է շատ պարզունակ քարոզչական հնարք։ Նա ամեն անգամ մեկ թեմա մեջտեղ բերելով եւ կայծակնային քննարկում, հա, բլից քննարկում ապահովելով
ինքը նստեցնում եւ տիղմի է վերածում այն հարցերը, որոնք կարևոր էին 2 տարի առաջ, 3 տարի առաջ, Արցախն էր, Արցախ պատերազմն էր, զոհերն էին, անհետ կորածներն են, գերեվարվածներն են, Արցախի հայաթափումն է, ինքը տիղմավորումն է, հայերեն բառ չկա այսպեսի, բայց նորից էլի գիտական նոր տերմին ենք տիղմավորում է հրատապ եւ կենսական հարցերը, որոնք առաջնային են էգզիստենցիալ, այսինքն կենսագործունեության, գոյութանաբանական հարցերը մարգինալացնելով իջեցնում է տիղմի մակարդակ։ Հեծանիվով է դա բերում, որ դուք հեծանիվ քննարկեք, իր, ասենք, եգիպտացորենի ուտելու տեսարաններն են, դրանք լուսանկար մեսիջներն են, որոնք գցում են դուք քննարկում եք, չգիտեմ, որտեղ գնացին, ինչ նկարվեցին։ Այս հայտարարությունը արդեն սրացման իր աստիճանով վկայում է, տեսեք, հակառակ տրամաբանությամբ եմ նշում։ Այսպիսի թիրախավորումը եկեղեցու այդպիսի բառապաշարով արդեն ցուցիչ է խոճապային տրամադրության եւ հոգեբանական ընկճվածության, որը տիրում է եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի մոտ։ Նորից եմ ասում, հաջորդը սպասեք մի քանի օր հետո լրիվ ուրիշ բան կարող է մեջտեղ գա եւ դուք կմոռանաք եկեղեցու հատվածը, հա, որտեվ այսօր գնում է տեխնոլոգիան, հոգեբանական, տեղեկատվական պատերազմի, սա այբուբենն է։ Այն հարցերը կային, որոնք քեզ համար անհերքելի էին, դու նույնիսկ դրա մասին չեք մտածում, հիմա դա վերածվել է այնքան 10-րդական հարցի, ասենք դու քեզ բերում են աստիճանի, որ դու չմտածես Արցախում այսօր ինչ քանդեցին, ինչ տեղ ունեցավ, գերիները այսօր ինչ վիճակում են եւ այլն։ Հա, այս պարզունակ սխեման է իրագործվում։ Իր նախաձեռնությունը չի, ինքը մեդիումն է, իր միջոցով Աննա Հակոբյանի միջոցով անցկացնում են։ Այդ ամեն ինչը լղոզում են մի հատ փրփրագինյով, շամպայնով, այսպես ասենք, որը կոչվում է կրթվելը նորաձև է։ Դուք Հա, դա էլ անընդհատության սկզբունքով լրիվ շեղում է բոլորովին այլ տեղ է տանում։ դուք Դու չպետք է մտածես, ՀՀ քաղաքացի, դու չպետք է մտածես այն ինչ որ կարևոր է։ Մենք քո տեղը մտածել ենք, կարգին հաղորդման մանրապատումներին հղումը տվել ենք, որ ամեն ինչ բռնի չէ, որ հասարակությանը բերեցին կարգին հաղորդման ձևաչափի։ Այդտեղից պետք է այն Վահագնի ծնունդի կամ Աֆրոդիտեն փրփուրներից ոնց ծնվեց, չէ՞։ Այդպես ծնվեց Նիկոլ Փաշինյանը։ Այ կարգին հաղորդման մանրապատումների հանրագումարից ծնվեց Նիկոլ Փաշինյանը եւ առաջ 2 տարին հիշում եք հղումներ էր տալիս, որ մանրապատումը ընդ ինչ էր ասում, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ չմոռանանք, էլի մոռանում ենք, ով է եղել Երևանի քաղաքապետը 2018-19 թվականներին, չէ՞։ Մանրապատումների կարգին հաղորդման կարգին հայկուն։ Անշուշտ իրենց նպատակն է երևի ամբողջ հասարակությունը վերածել կարգին հաղորդման դերասանների, բայց ես երեք Արդեն վերածվել է։ ես ուզում եմ Ինքը վերածված է։ Ես երեք լսում եմ Արցախուզներից մի դրվագ, որտեղ մի դասախոսի հարցրեցին, ասին ինչ կարծիքի եք այս կրթությունը նորաձև է միջոցառման մասին, ինքը ասեց գիտեք, ես 20 տարվա մանկավարժ եմ, պրոֆեսոր, իմ համար ոչ միայն սա անլուրջ է, ու երկար խոսելուց հետո ինքը հիշեց Բեղցելևային, Նատալիա Բեղցելևային, ասեց գիտեք, Նատալիա Բեղցելևան երկար տարիներ ուսումնասիրում էր նախ կենդանիների վարքագիծը, հա, սովորությունները, հակումները, հետո երբ որ անցավ մարդու ուղեղի ուսումնասիրություններին, իր տարիների գիտական արդեն հասուն տարիքում բանաձևեց, որ այն պահից, երբ որ մարդը կորցնում է ամոթի զգացողությունը, ամոթի եւ խղճի զգացողությունը, նա անասնանում է։ Այդ ճիշտ բնութագրում է։ Ես ուզում եմ ասել, որ հանդրության մեջ կա այդ ձևակերպումը, որ այո, մարդիկ կորցրել են ամոթի եւ խղճի զգացողությունը եւ դա գիտականորեն անասնացում էլ հենց կոչվում է։ Ուզում ասեմ, հանդրությանը կարգին սերիալի դերասաններ վերածելու ծրագիրը ամբողջական իրականացված չի եւ մենք ունենք առողջ հիմք, որը ունակ է գնահատելու այն ինչ որ կատարվում է։ Իսկ Մյուս կարևոր հանգամանքը նաև հումորի տարն է, որտեղ
շատ կարևոր է գիտական էլեմենտ մտցնենք վերլուծության մեջ, հումորով որոշակի էներգիայի պարպում է տեղի ունենում, այսինքն հումորի դաշտ է տեղափոխվում։ Դրա նույնպես սպասարկողները կան, տեսեք, քանի ձևի կավենային եւ կավենեամերձ, այսպիսի խմբեր, դուետներ եւ այլն կա, որոնք սրացված հանրության ցածում եւ բողոքը խտացված այդ կուտակումները պարպելու, ցրելու ֆունկցիա են կատարում։ Այնպես որ մի կարծեք, որ միայն ֆեյքերով լայքեր դնելն է, ֆեյքերով հայախոսություններ գելն է։ Ամբողջ դաշտը բավական, չասեմ պրոֆեսիոնալ, բայց մոտ պրոֆեսիոնալ վերահսկվում է, վերաձևում է, կարգավորվում է իշխանավարողների։ Իշխանավարողների լավ տերմին է։ Ես ուղղակի ուզում եմ նախ ասեմ, որ դուք մեկին մեկ համարյա ձևակերպեցիք ձեր բառերով, ձեր տեսակետից այն, ինչ որ ես եմ կարծում, որ այո, այս հերթական process-ն է, որը նախաձեռնված է, թիրախավորելով մի խոցելի խումբ, սա կոռումպացված եկեղեցական համակարգն է, որտեղ կոծկվում է հիմնական հանցագործությունները, որտեղ որ ալվել են, որ ժողովուրդը դրա մասին խոսելու փոխարեն այլ թեմա սկսի խոսել եւ դա կտևի այնքան ժամանակ, քանի դրա մասով ժողովուրդը ինչ որ հետաքրքրություններ ունի, բայց ես իրանց ասել եմ, որ ժողովրդի համար դուք ոչ մի նոր բան չեք բացահայտել ոչ մեկի կուսակորոն լինելու եւ չլինելու մասով, դա այն համակարգն է, որ 7 տարի ձեզ համակարգում պահել է, աջակցել է ձեր իշխանությանը եւ աջակցում է իր լինելով այսօր, հա, եւ շատ շուտով այս թեման նույնպես կդառնա երկրորդական եւ սպասենք այլ ինչ թեմա պետք է մոտ։ Ես օրինակ մեծ ցնցում կապրեի, հոգեբանական մեծ ցնցում կապրեի, բայց դրական իմաստով։ Եթե թեկուզ 7 տարի անց անդրադարձ կատարվեր 35 տարվա ընթացքում չբացահայտված սպանություններին եւ բոլորս էլ գիտենք, որ բոլորը գիտեն, թե ինչ հանգամանքներում ովքեր եւ ինչու են սպանվել։ Մեր երկիրը վերածվել է կաննիբալիստական, մարտակեր, գլխակեր երկրի։ Ոչ միայն սպանությունների քանակը անձանց, աղմկահարույց սպանությունների, այլ դրանց գաղտնիությունը, մենք չգիտենք ով է, ինչու է սպանվել։ Ամենավտանգավոր ականը, որ դրվել է պետականության տակ, դա այս սպանությունների չբացահայտված լինելը։ Ես մի փոքր կարծիքս կարող է փոխել Նիկոլ Փաշինյան երևույթի մասին։ Երբ որ նա կարող է վերցնի դա օգտագործի, գիտեք, 1-2 բան ասի, կամ հուշեն։ Երբ որ վերադառնար 91 թվական կամ 90 թվական նույնիսկ, եւ բացահայտումներ ասել, սա սպանվեց այս պարագայում, սրան սպանեցին այս պարագայում, եւ Հայաստանի Հանրապետությունում, եւ Արցախում, որովհետեւ այրուն շատ կա այս մեր երկրի 35 տարի, որ պատմական զարգացման մեջ մի փոքր ակնթարթ է, մենք ծանր բեռ ունենք, սպանությունները որպես փաստ եւ դրանց չբացահայտված լինելը։ Իդեպ այդ չբացահայտված լինելու ծնունդ է նաեւ Նիկոլ Փաշինյան երևույթը։ Գիտեք, ես չեմ բացառում, որ դրան բան կանեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանին իր ակնկահորը, իր հորը, իր ստեղծողին անվանել է կեղծիքների հիմնադիր, եւ ես կարծում եմ հաջորդ քայլով նա հիմնավորելով ընդ որում կեղծիքների հիմնադիրը մեկը, որ Նիկոլ Փաշինյանին սարքել է պատգամավոր էլի իր ցուցակով, այսինքն կեղծիքներով։ Եվ եթե շարունակելով դուրս կգա, հենց իր վրա դուրս կգա Նիկոլ Փաշինյան վերջ։ Հա, ուզում եմ գուցե որոշի Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը, հա, պատրելու, չէ, դիմակը պատրելու նպատակներով սկսի խոսել այն սպանությունների մասին, որը իրականացվել է 91-96 թվականին, մենք գիտենք 100-ից ավել քաղաքական սպանություններ են եղել այդ ընթացքում։ Գուցե նույնիսկ դա էլ գնա, բայց խոսալու մակարդակի։ Որոնք բացահայտված չեն։ Ամենակարևոր ցուցիչը ոչ ժողովրդական տոտալիտար պետության, ոչ ժողովրդավարական, երբ որ դու զրկված ես տեղեկատվությունից, հասկանալու համար ինչ է տեղի ունեցել, հա։ Հիմա այդ Սուրմալուի պայթյունը, այդպես է չիմացանք, դա պայթյուն էր, տերորիստական ակտ էր, գաղտնիեցվեց եւ այլն։ Զինվորների 15 զինվորների ողջակիզումը, այդպես էլ չհասկացանք ինչա տեղի ունեցել։ Իր օրոք տակավին 2 սպանություններ, ասենք ներքին գործերի նախարար Կուտոյանը եւ այլ ոչ մի բան մենք չիմացանք։ Ինքն է իր կերպարի puzzle-ներն են, որով հավաքվում է Նիկոլ Փաշինյան երևույթը։ Ինքը բացատրությունը տվել է, պարոն Դեմոյան, ասել է, ես տեսա այնտեղ մեկը քայլում է Սուրմալուի կողքով, թե վազում էր, ուրեմն էսի տերորիստական ակտ չի, փակեցինք թեման, այնտեղ էլ 15 զինվոր վառվեց, դա երևի ձեռքից բաներ ընկել, հա, բենզին ընկել էր վառարանի վրա, դա դիտմամբ չէր առել,
ու վերջ, դրանով փակվեց։ Ինքը բնութագրերը արդեն տվել է որպես դատախազ, դատավոր եւ հոդվածը Պատերազմի ամբողջ 44 օրվա ընթացքում հիշենք իր պահվածքը։ Առաջ օրվա ելույթին անդրադարձել ենք եկեք պայմանավորվելով եւ այլն, իր վիճակը հիշում եք, երբ որ առաջնագիծ էր զանգահարում։ Դա նման էր, գիտեք ինչի, երբ որ սաունայի օբյեկտի փող հավաքողը վերջում փող հաշվելու այդ տեսան վիրուչկան ինչ էր, դա զանգում էր առաջնագիծ, մեր երկու ոնց եք, ինչ եք, այդպիսի բան, այդ տպավորության իմ մոտ կար, երբ որ երկրի առաջի դեմքը կամ վարչապետի աթոռի նստած մասը հուզմունք չունի առաջնագիծ զանգալու, իմիջիալոց զանգեր էլ այսպես, մի հատ ճշտենք, ով է փող չտվե, ով է միսիայով եկել օգտվել, հա, ծառայություններից, այդպիսի պահվածքը անհարիր էր եւ միմիայն գալիս է եւս մեկ անգամ լրացնելու մեր այն կարծիքը, չասեմ մտավախությունը, որ անձը դրված էր սպասարկելու համար կանխորոշված ելքով պատերազմ։ Այո, որում դուք իրանց բացահայտ մեղադրում եք եւ ոչ մի պատասխանել չկար այսօր։ Ոչ միայն ես, շատերն են մեղադրում հենց այդպիսի ձևակերպան։ Այո։ Ուղղակի էսի մասին չեմ ուզում խոսել։ Տեսեք, նույն միջոցառման ժամանակ Շվեյցարիայում որ կայացավ Հայաստանի վերաբերվող հրավիրված էր պաշտոնապես նաև Վատիկանը եւ որպես պետություն եւ որպես կրոնական փաստորեն կենտրոն կաթոլիկների համար։ Վատիկանը չէր մասնակցել եւ այդ իր տեղերը դատարկ էին երկու պարագայում, երկու դեպքով էլ եւ որպես պետություն չէր եկել մասնակցելու եւ որպես կրոնական կենտրոն։ Եվ հիշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Վատիկանում կազմակերպեց նաև Հռոմի Պապու մահվանից 2 օր առաջ այդ խայտառակ քննարկումը, որտեղ անազգ անհայրենիք ադրբեջանցիները քննարկում էին, թե ինչպես է իրան սեփականությունը, այդ հայոց աստորեն քրիստոնեական ամբողջ ժառանգությունը ադրբեջանական։ Դուք մոտարպես հասկանում եք ինչ է կատարվում։ Ուրիշ անկյունից վերադառնում հենց այդ պատասխանին հարցի։ Ինչ է կատարվում հիմա։ Հայաստանի իշխանավարողները իրենց խոսույթում պաշտոնական վարչապետ, ազգային ժողովի նախագահ, չգիտեմ, արտգործ նախարար խոսում են ինչ որ խաղաղության մասին։ Բայց այստեղ ֆենոմենալը համաշխարհային քաղաքականության մեջ չկա այսպիսի բան, նախադեպը չկա։ Իրենք խոսում են երկու կողմի անունից։ Մի հատ խոսում են Հայաստանի կողմի անունից, որ այլընտրանք չկա, խաղաղություն է, եւ այդ հասցեագրում են նաեւ Հայաստանի հանդեպ օրնիբուն ամենօրյա ռեժիմով նորովի թշնամական գործողություններ եւ այդ գործողությունների համար նոր հանգրվաններ ստեղծող Ադրբեջանի անունից։ Այսինքն մենք եթե դիտարկենք պարտվածքում, իրենք այնքան են տարվել այդ խաղաղություն կոչվածով, որ չեն հասկանում, որ իրենք խոսում են երկու կողմերի անունից Հայաստանի Հանրապետությունից լավ կարող են խոսել որպես իշխանավարողներ եւ Ադրբեջանի անունից։ Հիմա այստեղ պարզագույն հարց Ադրբեջանից կա որևէ պատվեր խոսել հենց այդ նույն խաղաղության մասին։ Չկա արտաքին, ճնշում, որպեսի արվի քաղաքական դպրոցական դասագրքից հայացած տեքստերը հանեն, կոչերը, պաշտոնական խոսույթը սկսած նախագահից մինչև պաշտոնյաներ հակահայկականությունը հանվել է թե ոչ, պատասխանը շատ պարզ է, ոչ միայն չի հանվել, ավելի է թունդացվել, ավելի նոր ձևակերպումներ են մեջտեղ բերել արևմտյան Ադրբեջան, Երևան կգանք չայ կխմենք եւ այլն։ Արցախը վերցնելը, որ տվեցին, այսպես կարծելով, որ դա խաղաղության հիմնաքարը պետք է լինի, դա Հայաստանի նկատմամբ բազմաթիվ հավակնություններ բացահայտ կերպով ձևակերպելու նոր հանգրվան դարձավ ընդամենը։ Ինչքան անմեղսունակ պետք է լինես, անմեղսունակ, երբ որ սեփական հասարակությանը կերակրես այսպիսի խապկանքով։ Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում կանգ չի առնի, դա ասել եմ 20 թվականի դեկտեմբերից կրկնում եմ, կտաքը մի բան, երկուսը կդնի, երկուսը կտակ, 4-ը կձևակերպի։ Հիմա Թուրքիայում ակտիվացեցին նորից մեծամորի հարցը։ Վաղը կգանք ասեն Սևանը, այսքան քաղցրահամ ջուր, այդքան փոքր երկրի համար ինչ է պետք, Մերձավոր Արևելքին Իսրայելին ասենք ջուր կարող է պետք լինի։ Այսպիսի հիմնավորումով քայլ առ քայլ, կես քայլով, քառորդ քայլով իրենք մոտենում են մեր դռանը։ Իսկ իրենք ինչ են անում, իրենք բթացնում են, գիտակցաբար բթացնում են
անվտանգության, մեր պաշտպանունակության բոլոր մեխանիզմները։ Այսօր որևէ տեղ հերոս չկա հայ զինվորը եւ սպա, մաքրված է, որևէ գովազդով, հերոստաեթերով, ինչ ապուշություն, ինչ զավզագություն ասեք, առաջի դեմքի մակարդակով մինչև եթեր քննարկում է։ Այնինչ երկրում պետք է համար մեկ հերոսը իրական ռեժիմով լիներ հայ սպան, բանակը եւ զինվորը։ Չկա, դա հանած է օրակարգ։ Եվ այսօր խոսում են խաղաղությունից։ Մի բանից, որը հակառակ կողմ քնծիծաղ է առաջացնում։ Քո հասարակությանը դու դանդաղ եղեռնի ես, ցեղասպանության ես նախապատրաստում, այդպիսի խաղաղություն։ Սա չի նշանակում, որ մենք դեմ ենք այդ խաղաղությանը։ Նորմալ մարդը կարող է դեմ լինի խաղաղ ապրելուն, անհոգ ապրելուն, չէ՞ որ իր զավակը, իր հարազատը, բարեկամը, իր հայրենակիցը չդառնա զոհ, պատերազմի կամ ինչ որ աղետի։ Նորմալ մարդը դա չի ուզում, բայց սրանց կրկնա հանցագործությունը այն է, որ գիտակցելով, որ Ադրբեջանը կանգ չի առնի, մշակում են դերևս իրենցից հոգեբանորեն եւ տեղեկատվական ոսկերից կախված թերուս, ոչ այնքան գրագետ, ոչ այնքան դաստիարակված զանգվածին, որ իրանց միան զանգվածն է մնացել, հա, որը պետք է պահի իրանց ամեն գնով։ Երկիրը, եթե չգա իրական ռեժիմի, իսկ սա իրական ռեժիմ չի, իրական ռեժիմին պետք է դրվեր կոնկրետ խնդիրներ, հասարակության բազմաբևեռացության, այսպիսի աղճատվածության, սրացված, նույնիսկ ասեմ, քաղաքացիական պատերազմի մոտ իրավիճակ կարող է ստեղծվի մեր մոտ, չեմ ուզում մթացնել, թունդացնել գույները, բայց դա կարող է լինի։ Այն չնահանժողները, մինչև վերջ գնացողները եւ իրական ստապ գիտացողները։ Եվ մի պա կարծում եմ, որ այստեղ չեն մտածում կամ չեն հետևում կամ չեն կարդում բոլոր գրառումները։ Ադրբեջանը հետևականային եւ տոտալ կերպով վերահսկում է ամբողջ դաշտը։ Այստեղ ինչ խմեցիք, դա էլ նույնիսկ գիտեն։ Ինչ գրեցիք, ինչ մեկնաբանեցին, դա էլ են հետևում։ Տեսել եք, միտեղ որ Ադրբեջանը դադարի Հայաստանի Հանրապետության դեմ տեղեկատվական, քարոզչական կամ այլ կարգի բացի տակ պատերազմից մնացած գործողությունների դադարեցում եք, ոչ։ Նոր մշակումներ են դրվում շրջանառության մեջ, նոր հանգրվաններ են նախանշում, բաց դա անում են պանթուրքական, տեսեք, համաժողովների ժամանակ հնչեցնում են, սա ավելի մեծ ֆորմատի մեջ, գնում են Թուրքիա, երկու երկրների ֆորմատում, Պակիստանի նախագահ են բերում մեր սահմանի մոտ օդանավակայան բացելուն, եւ սա գնալով ծնագնդի պես ավելի է դառնալու շատ մեծ փորձանք մեր գլխին։ Այնինչ, ինչ օրակարգային հարցեր պետք է լիներ։ Ադրբեջանի դեմ նոր կոալիցիա։ Տեսեք, Ռուսաստանի ռազմաբազաների, ստրատեգիական ռազմաբազաների դեմ իրականացված գործողությունը ինչ հետևություն կարող է մեզ հետևության մղել, հա? Ինչ հետևությունների կարող են գալ, որ ռազմաճակատի գիծը մոտակա պատերազմներում արդեն չի կարող լինել մեկ կողմից, ցանկացած տեղից ցանկացած տեղ կարելի է ցանկացած նոր եղանակով խփել։ Այսինքն, եթե Բաքուն ամենածայրում էր պատերազմում, ամենաապահովն էր, հա, որ պատերազմը շատ հեռու է ռազմաճակատը։ Մեր մոտ է, Նախիջևանի սահման կա։ Ես ոչ թե հիմա ուռա հայրենասիրություն եմ ասում։ Նույնիսկ կարելի է Կասպից ծովը օգտագործել Ադրբեջանի դեմ։ Այսինքն սահմանները նորովի մարտավարության, նոր ռազմական գործողությունների հակառակորդին ստիպելու ընդունել իր պարտությունը կամ ենթակառուցվածքները ոչնչացնել այն աստիճանի, որ հակառակորդը դադարի մտածել պատերազմական գործողության եւ գա իրոք հասկանալու, որ խաղաղությունը դա անհրաժեշտ է։ Գործիքակազմի շուրջ մտածել, ես չեմ կարծում այդպիսի մշակումներ լինում են։ Ես լուրջ կասկած ունեմ, որ այդպիսի մշակումներ արվում են, որովհետեւ այսօր եթե գլխավոր հարցերի հարցը չի քննարկվում, մեր հայ-ռուսական հարաբերությունները այս փուլում որ փուլում ենք մենք գտնվում, հա, երբ որ մեր առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, մեր հայկի մի մասը մեկը միշտ եւ անցյալ կատարյալով խոսել։ Եվ գիտենք ով է դա արել։ Ամբողջ հարցերը ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը հասցեական, օբյեկտիվ հղումներով գնահատական չի տալիս։ Դա տաբու է։ Մեր քաղաքական իրականության մեջ այստեղ միավորում են իշխանություն եւ ընդդիմություն այս տաբուի շուրջ, որը պետք է քննարկվի։
Հիմա մենք հարց չենք դնում, լավ Ադրբեջանին ինչ որ քաղաքական աշխարհակական շահերի համար զոհաբերություն, մենք շախմատային լեզվով զոհ տվեցին, այս ֆիգուրան, հա, հակառակը բա ինչպես պետք է լինի։ Բա մեր ակնկալիքը, փոխադարձը եւ փոխարժեքը որը պետք է լինի, որը պետք է ձևակերպի առողջ հասարակության պայմաններում։ Հենց այստեղ պետք է գտնենք հասարակությանը մանիպուլացնելու փաշինյանական ձեռագիրը, բաղդատելու, միմյանց դեմ հարվածել, նոր ճակատներ հանրության ներսում բացելու, որպեսզի այդ հանրությունը միավորված չգա տրամաբանական հարցադրմանը։ Բա մեր հանդեպ որ այսպես են վարվել դաշնակիցներ առաջին հերթին, բա մեր հակառակ գործողությունը ո՞րն է։ Ինչպես ենք ձևակերպելու հակաքայլերը։ Հակաքայլ ոչ թե ի վնաս, այլ հակաքայլ ձևակերպում տալու։ Այ Ռուսաստան, Մոսկվա, դուք այսպես արեցիք, հիմա Ադրբեջանը վերածվել է լրջագույն վտանգի ձեր քայլերի պատճառով։ Իսկ այդ Ադրբեջանը դա այն Ադրբեջանը, որ այդ ռազմավարական պայմանագիր ունեք։ Մի հատ էլ մեր հետ ունեք պայմանագիր, ասում եք մի քիչ բարձր է կարգավիճակը։ Այդ ո՞նց հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը միմյանց դեմ խաղաղության դաշինք չեն կնքում։ Մեկը դարձել է մյուսի, այսպես ասած, մշտնջենական թշնամին եւ գոյաբանական հարց է դնում, որ կսրբի եւ կվերածի իր տարածքի մեկ մասը։ Այս ձևակերպումները պարզագույն, մինչև որ համբուրվում են Զվարթնոցօթանավակայանում հերթական պաշտոնական այցի ժամանակ, դա նրա համար, որ դուք այդ հարցերը չտաք իշխանություններին։ Իշխանությունը հենց դրա համար են բերվել, որպեսզի բացառեն նման առողջ հարցադրումներ։ Իշխանավորողները։ Իշխանավորները, այո։ Իշխանավորները։ Պարոն Դեմոյան, ես ամեն դեպքում կսպասեմ այն լինքերին, այն հղումներին, որոնք ինձ թույլ կտան ծանոթանալ այդ եզրակացությունների հետ, այդ վերադառնանք մենեն թեմային, հա, որ իմ խոսքը լինի հիմնավորված եւս ինձանից ոչինչ չհորինեմ այդ բանը, այդ մարդկանց հետ զրուցելու ժամանակ։ Այնտեղ շատ པարզ է, Վարդան ջան, շատ པարզ է։ Իրենք եթե օգտագործել են հեղափոխություն եզրույթը, պետք է հիմնավորեն, որ իրոք հեղափոխություն է, սա մեկ դրվագ, գիտական եմ ես ասում։ Եվ երկրորդը, ինչպես Պետք է հիմնավորվենք ինչ հեղափոխություն, եթե բառը օգտագործել, պետք է հիմնավորենք, որ դա իրոք հեղափոխություն է։ Այդտեղ ո՞րն էր հեղափոխությունը, ինչանով եք համոզված, որ դա օգտագործել է գիտական հոդվածների եւ ձեր խոսույթի մեջ, եւ երկրորդը պետք է ընդունեք, դա իսկապես 7 տարի անց այն էր, ինչ գնահատական տվեք, թե դուք պատրաստ եք վերանայելու, կարող եք ներողություն խնդրել, չխնդրել, գիտականի ազնվության մասին է սա խոսում, վերանայված տեսակետ հանրայնացնեք, չէ՞ որ դուք տեքստ եք հանրայնացրել։ Բանավոր եւ գրավոր պատրաստ եք արդյոք վերանայել կամ հաստատագրել, որ ձեր ասածը գրածը ճիշտ է եղել 7 տարի առաջ եւ հիմա։ Շատ լավ, ես հետամուտ Մինչև 18 թվականը բոլոր ծալքերով 18 թվականը տեղի ունեցածը, մինչև չբացահայտվի, մենք երաշխավորված չենք ունենալու պետականություն։ Պետականությունը այս պայն դատարեցված իմ տեսակետը դա է։ Ինքը կատվածահար կլինիկական մահի մեջ է գտնվում։ Քանի դեռ կա երևույթը Նիկոլ Փաշինյան, որին սուբյեկտավորում է ընդդիմությունը, հա, լեգիտիմացնում է իմպիչմենտը, ինչ է։ Իմպիչմենտը Նիկոլ Փաշինյան երևույթի լեգիտիմացման ձև է։ Արձանագրում է գիտական, թող արձանագրեն քաղաքագետները, պատմաբանները։ Լեգիտիմացման ձև է։ Ընդամենը երկարակեցություն ապահովելու համար այդ իշխանավարողներին։ Մեր նպատակն է 18-ի բացահայտումը։ Որպես նոր մեկնակետ, չեմ ասում 90-91 գնանք։ Նոր մեկնակետը պետք է լինի լիարժեք եւ լիակատար բացահայտում։ Դեռ համաձայն եմ։ Ավելացնելու բան ունեք։ Մենք շարունակում ենք ապրել այս տարածքում հայրենիքի մեջ։ Ես պետություն չեմ ասում, որտեղ պետականությունը մեր աչքի առաջ փլուզվեց։ Վերջին կտորները 18 թվականին։ Իմ ձևակերպումը եղել է, ես դրանից չեմ հրաժարվում։ Մինչև 18 թվականը, սա հատուկ ասում նրանք, ովքեր ուզում են ինձ վերագրել այն անցածի եւ այլ հիմա։ Մինչև 18 թվականը մենք ունենք մահվան ցնցումների մեջ գտնվող պետականություն։ Այսինքն մահամերձ էր պետականությունը։ 18 թվի Նիկոլ Փաշինյան երևույթին իշխանավարման ֆունկցիաներ տալը արձանագրեց ընդամենը կլինիկական մահ։ Կրկին ամենակարևոր հաստատագրումն եմ ուզում կրկնել եւ հնչեցնել։ Մեր նպատակը անձերի դեմ խոսալը չի։ Այս նախագահ երկրորդ, առաջին, երրորդ, 10-րդ
Մեր նպատակը մտահոգությունը բարձրաձայնելու, գրելու, քննադատելու, խոսելու լոկ մեկ նպատակ ունի՝ ապրել մի երկրում, որը երկիր է, իր բոլոր ցուցիչներով, սահմանադրությամբ, մարդու իրավունքների ապահովմամբ, իրական արտարադատությամբ, այլ ոչ թե այն խուժանությունը, որը մենք կոչում ենք արտարադատության համակարգ, որը հանցածին է եւ հանցավոր է, կրկնում եմ նորից։ Անձամբ դատարաններում հատուկ գնում եմ բոլոր նիստերին, 3 գործ են իմ դեմ բացել, գիտեք։ Հատուկ եմ գնացել, որտեղ ինձ հետաքրքիր է դատավորի պահվածքը, ներքին կարգ ու կանոնը, ոստիկանի աշխատանքը եւ այլն։ Դա սարսափ է։ Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ կարող ենք վստահ լինել մեր երեխաների, թոռների ապագայի հանդեպ, այլ ոչ թե ընկերակուրը, հա, junk food են ասում Ամերիկայում, հա, junk food-ը, որ խաղաղությունով մեզ ուզում են կերակրեն, որ լավ կլինի։ Լրիվ համաձայն եմ։ Եվ ամենացնցող բանը կուզենայի ասել, երեք կարտացի, ուղղակի ցնցող է այս գինու օրերի հետ կապված, որ գնացել էր Ադրբեջանին Կուրբան Բայրամ շնորհավորելուց հետո գնացել էին գինով տոնելու, ասեցին, մեկը քննադատել էր եւ մեր հանրության ցուցիչն է, մեկ գրառում է, բայց դա լավ ցուցիչ, ասում է, ինչու է քննադատում Նիկոլ Փաշինյանին, ուշադրություն մեջ բերում։ Պատերազմից հետո ինքը մեր պադեզդը վերանորոգեց։ Նայեք, հասարակության ցուցիչն է, այս մարդուն, որը հավաքական կերպար է, ասենք, իրեն հետաքրքիր չի պատերազմը ինչի համար է, զոհերը ինչ է, հետևանքը ինչ է բերել հոգեբանական, նյութական վնասի, որի մասին է խոսում։ Իր համար կարևոր էր, ինքը արձանագրում է պատերազմից հետո իր պադեզդն են վերականգնում։ Այ մեր հանրությունը հավանություն տվողների մեծ մասը այդ պատժեստ վերականգնելու junk food-ը կեղտոտ երկրորդական որակի ապրանքը ուտողն է։ Մյուսը կարող է պատժեստի վերանորոգումը չէ, ասում է մեր մայթը եկան ասֆալտ, այս գյուղում կյանքում 35 տարվա մեջ ասֆալտ չի տեսել։ Մարդիկ ասֆալտ են ուտում, միտեղ պատժեստն են ուտում։ Հա, միտեղ ջրագիծ են անցկացում, խողովակն են ուտում։ Այսպես կերակրում են իշխանավարողները։ Նույնիսկ հին ձեռագիր է։ Հին կոլխոզային սովետական ձեռագիրն է, հաշվարկված անկիրթ, թերուս եւ ինտելեկտուալ ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող խավի համար, որը ցավոք սրտի բոլոր երկրներում միգուցե մեր տարածաշրջանի մեծամասնություն է կազմում։ Դե ես էլ միշտ ասում եմ, եթե մենք հավաքական կերպարով հենց այդ մի քառակուսի մետր մեծ լախնենք մեր դրան դիմաց, հա, որից են կողմ մեր համար աշխարհը գոյություն չունի, ուրեմն մեր ճակատագիրն էլ պետքա նման լինի այդ մի քառակուսի մետլախի ճակատագրին։ Եթե մենք ունակ ենք ավելի մեծ բան ապահովելու մեր ժառանգների համար, նշանակում է մենք ապահովենք ավելի մեծ ու բարեկարգ միջավայր։ Այդ մետլախավորումը, քո բառը օգտագործում, մետլախավորումը անդադ կրկնում են, չէ՞, այդ 29000 եւ այլն, դա մետլախի հոգեբանությունն է, որ այսքանից ենկոմ պետք է նայեք, այսքոմ ենկոմ չնայեք։ Շնորհակալություն ձեզ, պարոն Դեմիրյան, հաճելի է։ Ես էլ իմ կողմից խոստանում եմ ձեռնամուխ լինել այդ հանդիպման եւ քննարկման իրականացմանը։ Ես կուղարկեմ հղումներ այդում գիտական հոդվածներին, փորձենք ազնիվ ակադեմիական դաշտում, որտեղ գիտեք, առողջացումը հենց այդտեղից պետք է սկսվի։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են հանրային կարծիք ձևավորվելուն, իրենք պետք է անդրադառնան իրենց խոսքին եւ գրվածին, հատկապես եթե դա ակադեմիական տեքստեր են։ Այդտեղից առողջացման ձևերից, եղանակներից մեկն է։ Կարծում եմ երկրորդ կարծիք այստեղ չի կարող լինել։ Եղավ, շնորհակալություն այսօրվա հանդիպման համար։ Հաջողություն ձեզ։ Ես էլ խոստանում եմ լսողներին, որ դա փորձեմ իրականացնել ամեն գնով։ Լավ մնացեք։ Հաջողություն։